Այս կետնանցումը հաստատ մահաբեր է, որովհետև եթե մի շաբաթվա մեջ 2-3 հատ վրայերթ է լինում, Այսպես կես դուրս կես կատակ ասեմ, որ այստեղից անցնելիս խաչակնքվում ենք, նոր անցնում ենք։ Գյումրու Սայաթ-Նովա փողոցի այս հատվածը շատերն են համարում մահաբեր, որպես հիմնավոր պատճառ վերջին մեկ շաբաթվա ընթացքում վրայերթի 2 դեպքն են մատնանշում։ Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել են, բայց ապարդյուն։ Իսկ այսօր ոչ թե բողոքելու, այլ իրազեկելու եւ պատասխանատու մարմինների ուշադրությունն այս խնդրի վրա կենտրոնացնելու համար մի քանի րոպեով փակում են Սայաթ-Նովա փողոցը։ Կարճ ժամանակ անց պարեկային ծառայողներն արձագանքում են ու ճանապարհը բացվում է։ Այստեղ ամեն օր կարելի է ավտովթարի կամ վրայերթի ականատես լինել, նշում են Գյումրու դրամատիկական թատրոնի աշխատակիցները։ Պիտի լուծում գտնեն են մարդիկ, այսինքն մասնագետները, ովքեր իրավասու են եւ կարողանան լուծվի, որովհետեւ ես վստահ եմ շարունակական բնույթ է կրում եւ չեմ կարող միանշանակ ասել, որ այստեղ բարորդներն են մեղավոր կամ հետիոտը, բայց խնդիր կա, որովհետեւ անընդհատ այստեղ լինում են դեպքեր։ Հանդիսատեսը թատրոնի կենտրոնից պետք է մուտքի չէ, ներս մտնի։ Դրա համար ցանկալի է ոնց որ բոլոր տեղերում անպայման լուծեն սվետաֆորի հարցը, ցանկալի է վերևից դրվի կնոպկայով, որովհետեւ մարդիկ կարողանան անցնել։ Արհեստական ճանապարհային անհարթություն, լուսացույց կամ այլընտրանքային միջոց է հարկավոր, որը լուծում կլինի վթարավտանգ իրավիճակների համար, նշում են ներկաները։ Նախորդին տեղի ունեցած վրայերթը աղմուկ բարձրացրեց մամուլում, չնայած վրայերթի ենթարկողը ըմշամարտիկ Արթուր Ալեքսանյանի եղբայրն է եղել Ռաֆայել Ալեքսանյանը, բայց այսօրվա գործողությունները կապ չունեն վերջինիս հետ։ Միջադեպի հետ կապված կապ հաստատեցինք նաև Գևորգ Ալեքսանյանի հետ։ Տեղի ունեցել, բայց շատ չնչին, այսինքն երեխային ոչինչ չի եղել, մի թեթև փոքր վնասվածք էլ կարելի է չասել, որ ցավ կա։ Բժիշկները բոլորը ստուգել են, բոլոր պրոցեդուրաները կատարվել են, նկարահանում ամեն ինչ արվել է։ Ընտեսելու համար չի կարելի մարդուն։ Ես այնպես եք ստիպում, որ ես արդեն բոլորին է վերաբերում, ես արդեն իրավաբանների թիմ եմ, որ չի կարելի մարդու անունի հետ անընդհատ խաղալ։ Ներքին գործերի նախարարությունից արձագանքեցին, բայց նշեցին, որ գործընթացն արագ լուծում չի ենթադրում։ Ներկաներին առաջարկեցին դիմել Գյումրու համայնքապետարան։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, ժամը լրատվական, Գյումրի։